ես հասցրել ներգանալու համար։ Բայց քանես Հիմա ես մտնեմ ներս, որտեղ շատ բանից տեղեկացված չեմ, առավոտվանից իր հետ եմ եղել, քննչական գործողությունների։ Ես նախաքննականից են ասել, որ եկեք այստեղ ու կայքան այստեղ էին։ Այո, ծանոթվել եմ ես հասցեով ներկանալու։ Շտապապետության մեքենա եկավ իր համար է։ Հավանաբար, որովհետև առավոտյան ամեն դեպքում խնդիրներ ունի, տեղերը չի ասել։ Իմ տեղեկություններով այո, Պարոն բայց ես Հայրապետյան, իսկ դուք լսել եք նախաքննական մարմնի ձայնագրությունը, դա իր ձայնն է, ինքն եք աշակերտել, խոսել եք։ Ենքանով իշկանով հերքում է պարոն Ղուկասյանը ամեն ինչ։ Նման որևէ հանգամանք պարոն Ղուկասյանը չի։ Ավելին ասեմ, այդ նկարագրության մեծ մասը, որովհետև նկարագրում էին 24 թվական դեկտեմբեր, 25 թվական փետրվար։ Այսինքն Ձերբակալված անձիկ եւս բոլորը քաղաքապետարանի աշխատողներ են։ Հավանաբար տեղեկություններ ես չունեմ, որտեղ ներողություն խնդրում եք հստակեցնել։ Այսինքն Վարդան Ղուկասյանի այդ գործունեության հետ կապ չունի։ 24 թվականի համայնքի ղեկավար չէր Վարդան Ղուկասյանը, ոչ էլ 25 թվականի փետրվարի։ ՔՊ-ի տեխնոլոգիային կամ պաշտոնակատային հարցեր, ինչու են նման բաներ տեղի ունեցել։ 6-7 դրվագից մեկն է վերաբերվում Վարդան Ղուկասյանի պաշտոնավարման ընթացքում։ Գնացածը վերաբերվում է Նիկոլ Փաշինյանի այն հայտարարության, որ դիմացավար է Վարդան Ղուկասյանը, որպես քաղաքապետ եւ դատապետի շրջանի առաջին քաղաքականներ ասում են, որ քաղաքները հավաքի մի քանի օր առաջ ես նշեցի, որ սկսվել է Անդոնիս վարչապետի հայտարարության իրականացման գործընթացը։ Այն է հեռացնել քաղաքական եւ հանրային դաշտերը։ Քաղաքական դաշտից հեռացնելը, այսպեսի մեթոդներով հնարավոր է, իսկ հանրային դաշտից հեռացնելը հնարավոր է Աստվածաշնչի ֆիզիկապես ոչնչացնելը, որի հետ կապված մենք հանցագործության հաղորդում ենք ներկայացրել քննչական մարմիններին, բայց գտել է որտեղ կդախման ենթակա չէ։ Ես քանը կներեք ժողովուրդ ջան, ես մտնել դες մնացած դիցկա։ Ես չգիտեմ, ես դա լրատվամիջոցներից եմ ես պաշտպանում ես բանի ոչինչ չեմ։ Այս